հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադրություններին վստահ եմ հետևում եք, տեղյակ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում, մասնավորապես եկեղեցու շուրջ։ Ուզում ենք իմանալ ձեր կարծիքը, հա, ինչու է հիմա հայ առաքելական եկեղեցու շուրջ նման իրադրություններ լինում ու ինչ գնահատական կտակ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ եւ հավատացյալ անհատ ինձ համար մեր սրբազան արժեքներն գլխավորն է Հայաստանյաց մեր եկեղեցին եւ որևէ ձևով ընդունելի չէ որևէ բادرվագի տակ քաղաքական ենթատեքստով հարցակում կատարել եկեղեցու դեմ այնինչ որ գհրաբարակվի կամ գդարածվի պետական իշխանություններուն կողմէ իբրև թե անհատական հարցակումներու թիրախ դարձնելու համար վեհապար հայրապետը կամ այլ եկեղեցականներ ըստ էության դժբախտաբար այսպես ասած Թավշային հեղափոխության առաջին օրեն իսկ սկսած կուրսի հերթական սովորական եւ շագերտներու մեջ բնական շարունակությունն է ուր անհրաժեշտ է որ քանթվին բոլոր մեր սրբազան արժեքները մեր արժեքային համագարկը հասնելու համար դժբախտաբար այն նպատակներուն որոնք երևույթին հրամցված են իշխանություններուն եւ իշխանությունները գամովին դերակատար են այդ հանցանությունները կատարելու եկեղեցին ժողովուրդներու կյանքի մեջ հիմնակարն է գրնաբադայիլ որ եկեղեցականները գտնան սխալիլ բայց եկեղեցին ունի իր կանոնակարգը եկեղեցին պետության ենթակա չէ մեր սահմանադրությամբ իսկ այդպես է հետևաբար որևէ տեսակի հարցակում ես կդիտեմ մեր արժեքները հարվածելու փորձել երկիրը ամբողջ տանել ապահայացման ընդհանուր մթնոլորտումը եւ համոզել ժողովուրդը երկրորդական մանրամասնություններով փոխել ընթացքը ժողովրդի դրամապանության Արցախի հանցումեն յետ Միջանցքի բացումեն յետ Արարատի խորհրդանիշի վերացումեն յետ մեր ազգային բոլոր խորհրդանիշները հարվածել է յետ այսօր հոնենք որ գգարձեն որ եկեղեցին հարվածելով նաև ամբողջ շովին իրենց ծրագիրները կգնան իրականացնել Պարոն Բագրատունի, իսկ ձեր համայնքում ինչպիսի տրամադրություններ են այս հարցի շուրջ, խոսում եք հաստատ, հավաքներ են լինում անկասկած, ինչ եք խոսում, հա, օրինակ, կան մարդիկ, ովքեր որոշակի չափով աջակցում են, բայց չեն բարձրաձայնում։ Լիբանանի մեր համայնքը ավանդաբաշտ արժեքներու հավատացող եւ հայրենասիրության բարձր մագարտակի համայնք է մեզ համար եկեղեցին այն հաստատությունն է այն խորհրդանիշն է որ բահած է գբահե եւ շարունակե բահել մեր ժողովուրդը մեր ազգը հետեւաբար լիբանանահայության մեջ չկան ցայներ նույնիսկ եթե գրնան գարտնա անհատներ քաղաքական կամ քաղաքական իրենց գոմնորոշումով Հայաստանի ներկայ իշխանություններուն գոմնակից լան սակայն եկեղեցու հանդեպ իրենց կեցվածքը անխախտ է իրենց կեցվածքը հստակ է կարելի չէ թփչիլ եկեղեցի
Պարոն Բագրատունի, տեսեք, շատ վերլուծաբաներ այն կարծիքին են, որ եկեղեցու դեմ այս արշավը սկսվեց երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը գնաց Սփյուռք, հայտնի հայտարարությունը արեց Արցախի մասով ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդին դուր չեկավ այդ հայտարարությունը եւ այնտեղից հայտարարությամբ հանդես եկավ ու այսպես ասած սինխրոն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Հիմա ձեր կարծիքով ուզում ենք հասկանալ, արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը որոշակի վախեր է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների համար։ Բնականաբար Վեհապար Հայրապետի Զվիցերիա այցելությունը եւ իր ելույթը Արցախի կապակցաբար պիտի անհանգստացներ Ադրբեջանը, Թուրքիան եւ որոնք բնականաբար նաեւ պիտի բանջեին օրվա իշխանություններն, որ ծևոմը ոչ միայն Կարեկին Վեհապարը այս մասին չարտահայտվի, այլ ընդհանրապես նման արտահայտություններ չլան։ Եվ ներկայ իշխանությունները արդեն մեկ ավելի պատճառներ ունին այդպի ընելու հավատքով, երբ կխոսին հայտարարի մասին, երբ հարցականի տակ կառնեն ամբողջ ցեղասպանության խնդիրը, երբ հարցականի տակ կառնեն Հայաստանի գոյությունը, երբ իրական եւ երևակայական Հայաստանի մասին խոսին։ Սակայն չմոռնանք, որ նման հարցակումներ Վեհապար Զվիցերիա այցելության առաջ ալ սկսած զանազան արիտներով, եկեղեցականներու հանդեպ գրառումներ, եկեղեցականներու թեմ ցույցեր, անցքի ընթացքին երբեմն դժվարություններ, որոնք լուրջ ձևով նաև օրվա իշխանություններուն կողմէ գկաչալերվեին, չսելու համար նաև գհրահարվեին։ Անշուշտ, որ մեր եկեղեցի գեցվածքը Արցախի եւ ընդհանրապես հայտարարի հետ կապակցաբար հարցերուն, մեր ժողովրդի իրավունքներուն, Հայաստանի եւ հայության շահերը պաշտպանելու իմաստով պիտի անհանգստացնեն։ Բոլոր անոնք, որոնք չեն հավատար եւ որոնք գուզեն ոտնագողել այն ամբողջ քաղաքապարական եւ էյութենական հիմքը ենթահողը մեր ժողովրդի պատմության հիմի եղած է մեր ինքնուրույն եւ ազատ եւ անկախ pedagogical հաստատումը, որը լա բոլոր աշխարհասփյուր հայերուն հայրենիք։ Եվ պարոն Բագրատունի, ինչ պետք է անի այսօր Սփյուռքում եւ Հայաստանում գտնվող հայը, որպեսզի կանգնի հայ առաքելական եկեղեցու կողքին։ Եթե հետևենք անդրադարձերուն բացի մատի վրա հաշվվող քրիչները ընդհանրապես միանշանակ կերպով Սփյուռք ամբողջությամբ այս հարցին մեջ գզորակցի բնականաբար Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությամբ։ Նույնը նաև Էջմիածնի Վեհապար Հայրապետը եւ իր գարույցները կկատարեն, դժբախտաբար նաև կան կարգ հոգևորականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով իրենց յուրահատուկ պատճառներով կամ ամենայն հայոց Վեհապարի հետ իրենց անձնական հարաբերություններու պատճառով տարբեր դիրքորոշումներ ունենան, սակայն ես միշտ կսեմ, որ ժայռերը ծովերու մեջ կթիմանան, իսկ ծովու ալիքները խճակարերը ծովապ կթափեն։